հատկացնելու համար մեզ։ Ինչպես սիրելի ընկեր մնացականս նշեց, արդեն մեր թեման վերաբերվում է գլոբալիզացիայի պայմաններում երեխաների պաշտպանության խնդիրներին։ Это приоритет, обусловлено тем, что эти проблемы касаются наших сверстников, которым еще нет. This priority is due to the fact that these problems concern our generation under the age of 18, who are the driving force of every state and the bearers of the future. Let's not forget the following catchphrases. Children are our future, and children are our tomorrow. Today the world is restless. There are so-called war hot zones. It is no secret that thousands of children become victims of wars, are malnourished, some starve to death, some become for children is the key to further progress and peaceful existence of humanity. Thank you for listening. Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը 1996 թվականին ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենքը երեխաների իրավունքների մասին, որը հենվելով ՀՀ համանadrության վերաբերել են մարդկանց կրթել քննամիջոցների կանխարգելման, ինչպես նաև ոգելից խնդիրների չարաշահման, հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ, տեղեկություններ տրամադրել ընտանիքի պլանավորման, սեռական կրթության և վերարտադրողական առողջության վերաբերյալ, կրթվելուն և զարգանալուն։ Մեր պարտքն է պաշտպանել յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու ապահովել նրանց արժանապատիվ ապագան։ Բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական կառույցներ և նպատակին հասնելու համար պետությունները համաձայնել են վերցնել բնությանը և դրա հետևանքով առաջացող մահերին։ Նյութերը տարածվել հնարավորինը շատ, բայց դրա հետ մեկտեղ նրանք ընդունում են կետեր, որոնք նպաստում են այդ լրատվության նյութերի և լրատվամիջոցների այդ նյութերի այնպիսի նյութեր, որոնք նպաստում են երեխայի հոգևոր զարգացմանը և դաստիարակության վրա լավ են արտում։ Պետություններում այդ հարցը լուծված է, քանի որ շատ լուրջ մեթոդներ են առկա, սակայն չզարգացած պետություններում կամ զարգացող պետություններում այս խնդիրը դեռ առկա է։ Բոլոր դպրոցներում եւ այն երեխայի վրա անդրադառնում է նրա հոգեբանության վրա եւ մեկը մյուսին արտաքին է վերաբերական ծիծաղում է կամ վիրավորանք է հասցնում։ Տեսեք, սկզբում եթե կհիշեք, ես նշեցի, որ յուրաքանչյուրիս պատասխանատվության ոլորտում իրավունքների պաշտպանությունը բոլորիս, ու շատ հաճախ մեր իրավունքների պաշտպանությունը պայմանավորված է այն միջավայրում, որտեղ մենք ապրում ենք, ու կցանկանայի մի օրինակ բերել, բայց մինչև օրինակ բերելը, եթե դեմ չեք էլի, այ օրինակը նպանում է։ Այ ամբողջ ընթացքն ես ուշադիր նայում եմ, դրսի համակարգ Օրինակը գիտեք ինչու ներկայանում, իրականում Հայկը ոչ մի բան չէր ավել, խնդիրը դա չի, բայց արձագանքի մեջ է խնդիրը, տեսեք Հայկը իրականում ոչինչ չէր արել, բայց Հայկի կողքի նստած աշակերտները շարքը, բնականաբար այդ ընթացքում տեսել են, որ Հայկը նման բաներ չի արել, ինչ որ ես ասացի, ու պետք է հետևաբար արձագանքենք, չէ, անարդարության, ես ասացի, որ մենք երբ որ տեսնում ենք անարդարություն, պետք է գնանք անարդարության Եթե հոբիվը ունի 100 ոչխար ու ոչխարներից մեկը կորում է, ինքը այդ պահին ավելի գոհ է, որ դեռ 99 ոչխարը կան, թե անհանգիստ է, որ մի ոչխարը կորել է, ինքը բնականաբար այդ մի ոչխարի հետևից է գնում, որպեսզի գտնի, վերադարձնի, կողքից ասած իր ընտանիք։ Հիմա նույնը այս դրությունն է, որ յուրաքանչյուր անգամ մեկի նկատմամբ, որ իրավունքը խախտվում է, բոլորը պետք է գնան այդ մեկի հետևից, որպեսզի ամբողջական լինի հասարակության կազմը։ Այս օրինակները ինչի համար է, որովհետև նույն Informatica